Նիկոլ Փաշինյանը երեկ Տիրանայում հանդիպում էր ունեցել կարճ թե Ադրբեջանի նախագահի, թե Թուրքիայի։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը, այսպես վարչապետի աշխատակազմը ասում են, որ կարճատև բանակցություններ են եղել, բայց դա կարծես ընդամենը ոտքի վրա հանդիպում էր։ Ինչ կասեք սա, ինչ կատարվեց ի վերջո երեկ։ Երեկ կատարվեցան, ինչ որ կարող ենք ասել, այդ վարչապետի հերթական նպատակներ կամ ձգտումներ ամեն գնով հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ եւ խնդրել խաղաղության համաձայնագիրը կամ պայմանագիրը ստորագրելու, որովհետեւ դա բանակցություններ չէ, որովհետեւ բանակցությունների ձևաչափը ինքնին ենթադրում է առանձին հանդիպում, առանձին վայրում, սեղանը արժեվ նստած պաշտոնական դրոշներով համապատասխան պատվիրակությունների կազմով, որոնք վարում են բանակցություններ։ Այս ուրեմն կամ այն հարցի վերաբերյալ կամ առանձին ուրեմն հանդիպում կարող է դա լինել ոչ պաշտոնական կամ ոչ պաշտոնական եւ կարող է լինել բազմանդամ պատվիրակություն կամ փակ հանդիպում դեմ առ դեմ, դա էլ է բանակցություններ լինում, երբ որ ասենք երկու ղեկավար պարտիաներկետում հանդիպում եւ ինչ որ հարց են քննարկում։ Այդ է բանակցությունները, այն ինչ որ երեք տեղ ունեցավ, դա ընդհանրապես կապ չունի բանակցությունների հետ, դա ուղղակի հասկանալով, որ ուրեմն Ադրբեջանի նախագահան լինելու է Տիրանայում, որովհետեւ ամենայն հավանականությամբ իր պաշտոնական ուրեմն կայքի մեջ դրա մասին գրվել է եւ Հայաստանի իշխանությունները դրա մասին տեղեկացել է եւ Հայաստանի ուրեմն ղեկավարությունը գնացել էր այնտեղ, որպեսզի եւս մեկ անգամ առիթ ունենար հանդիպելու եւ խնդրելու այդ խաղաղության համաձայնագիրը, որովհետեւ Մոսկվայում դա տեղի չունեցավ, որտեղ Մոսկվայում էլ պետք է գնար Ալիևը եւ վարչապետը գնաց այնտեղ զուտ հանդիպելու, իսկ հետո գիտեք հիշում եք Ալիևը հրաժարվեց արտադրալ եւ վարչապետը չէր կարող արդեն հրաժարվել, ստացվել որ ինքը լրիվ է արդեն ուրեմն իր քաղաքական օրացույցը ուրեմն համաձայնեցնում Ալիևի, դրա համար գնաց այնտեղ ուղղակի ասենք չգիտեմ ժամավաճառությունով զբաղվեց, հետ եկավ այնտեղ ստորացեցին, հետ ուղարկեցին ավելի ճիշտ։ Հիմա հասկանալով որ Տիրանայում դա շատ լավ առիթ է գնալ հանգիստ նստել եւ խեղճ ու կրակ ուրեմն տեսքով Ալիևից խնդրել խաղաղության համաձայնագիրը, դա շատ լավ առիթ է եւ դա իրականացեց, ինչը մենք տեսանք, երբ որ Ալիևը շատ տեղություն փրվել էր բազկաթոռի վրա, ժողովրդական դերբանությամբ ասած կամ ժողովրդական խոսքով ասած փրվել էր աթոռի վրա, իսկ բազկաթոռի վրա, իսկ վարչապետը անդադ ուրեմն խնդրողի դերքում կուճակած խնդրում էր խաղաղության համաձայնագիր ամենայն հավանականությամբ, որտեղ ուրիշ քննարկելու հարց չկա, ուրիշ ոչ մի բան չկա եւ քանի որ վարչապետին թվում է որ Ալիևի վրա կարող է Էրդողանը բան այդ ազդել, նաեւ փորձում էր Էրդողանի միջոցով, միգուցե այստեղ վարչապետը փորձում էր Էրդողանի միջոցով ինչ որ ազդել Ալիևի վրա, եւ մենք տեսանք որ այդ հանդիպումը հենց Էրդողանով կազմակերպեց, հենց մատի շարժումով ուղարկել էր նրան, այսինքն հենց Փաշինյանն էլ մոտեցավ սուրճ խմելու հրավիրեց Ալիևին։ Միջև հետո ուրեմն հրավիրեց ուրեմն հանդիպելու, հետո ինքը վերջում ուրեմն հրավիրում սուրճ խմելու միանձնավորության, ում հրամանով բան այդ սպանվել են 5000 քաղաքացիներ բանակում ծառով Արցախի տարածքում, չհաշված խաղաղ բնակիչները եւ չհաշված որ Բաքվի բանտում գտնվում են տասնյակ ուրեմն քաղաքացիներ։ Այդ մարդուն հրավիրում է սուրճ խմելու, այսինքն կիրառում է ստորակաշության բոլոր ուրեմն տեխնոլոգիաները, մեթոդները, ընդհանրապես խաղաղության համաձայնագիրը փոխելու համար առանց հասկանալու, որ եթե անգամ բան այդ սուրճ հրավիրը խաշի հրավիրես, խաշուտելու հրավիրես, եթե իրան պետք չէ համաձայնային ստորագրել, ինքը չի ստորագրի, եթե ուզի ստորագրի, անկախ նրանից դու սուրճի հրավիրես, թե խաշուտելու կհրավիրես։ Այդ մի բանը, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ասենք, այնպես շուշտրությամբ Ալիևից խաղաղության համաձայնագիրը փոխել չի ստացվում։ Պարոն Բադալյան, շատ տերն են, այս հանդիպումը որակում որպես հերթական ստորացուցիչ, հանդիպումը, բանակցությունները, այլ մի քանի դրվագ ինչն է հիմք տալիս, որ նման այսպես դիտարկումներ են արվում։ Մարմնի պահվածքը, երբ որ դուք տեսնում եք դիմացին ինչպես աթոռը նստած, իսկ ասենք մյուս կողմը ինչպես է աթոռը նստած, երբ որ դու տեսնես ով ում հրավիրում ինչ որտեղ, եթե տեսնես ով ում դեմ կուչ է կած, երբ որ տեսնես ով ում մատով հրավիրում, չէ՞ որ վարչապետը չէ Էրդողանում, որ մատով իր մոտ կանչեց, Էրդողանը որ մատով ինչ որ ցուցումներ է տալի վարչապետի եւ ոչ թե հակառակ, այսինքն մարմնային այդ շարժումները ցույց են տալիս բան այդ ցույց են տալիս տվյալ ուրեմն անձի բան այդ վիճակը կամ կարգավիճակը տվյալ ձևաչափում այդ ձևով
Բնած դա բար է կատարվում, այսինքն ենթագիտակցաբար է կատարվում, պես չէ որ ասենք, նստած էր վարչապետը, այդել հատուկ որոշել էր վարչապետը, ու պիտի գնա տեստես, չէ, ինքը խնդրողի դերում էր, ինքը դրա համար ինքը այդպես տեստած դա ենթագիտակցաբար կատարվող գործողություն է։ Այդ դրանք է, որ բնորոշում են պահվածքը բանետը, որ Ադրբեջանը ստորացնում է հերթական անգամ Հայաստանի ղեկավարին։ Պարոն Բադալյան, հենց հանդիպումից հետո ԵՄ ներկայացուցիչ Կայա Կալասն է լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնել, որ շուտով Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրելու են խաղաղության համաձայնագիրը։ Ուրեմն Կայա Կալասը ընդհանրապես այդ հարցի հետ ոչ մի առնչություն չունի, որովհետեւ ստորագրի թե չի ստորագրի խաղաղության համաձայնագիրը, դա ոչ թե Կալասն է որոշում, դա անգամ Ալիևը չի որոշում, դա Էրդողանն է որոշում։ Եվ որ Էրդողանին պետք է ստորագրել կտա։ Եթե Էրդողանին պետք չէ ստորագրել, Ալիևը չի ստորագրի, Կայա Կալասը ընդհանրապես այդ հարցի հետ ոչ մի առնչություն չունի։ Ընդհանրապես ինքը ոչ մեկը այդ քաղաքական գործընթացը։ Այսինքն ընդամենը հայտարարություն էր Ընդամենը հայտարարությունը ցույց տալու է, որ ինքը կարևոր դեմք է, որ ինքը այս խնդիրների մեջ Եվրամիությունը կա այս հարավային Կովկասի հարաբերություններում։